Նոյեմբերի 16-ին վաղարշապատում ավականու ընտրություններ կանցկացվեն, ինչին ընդառաջ տարբեր քաղաքական ուժեր արդեն սկսել են իրենց մասնակցության ուրվագիծը կազմել։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 14-ը ներառյալ է, բայց կարելի է ասել ժամանակից շուտ սկսվել է պաշտոնապայքարը։ Վաղարշապատում ՔՊ-ի թեկնածուն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է, ով քարոզարշավի նմանվող հանդիպումներ է ունենում բնակիչների եւ տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությանը հաղթանակ շատ է պետք, որ կարողանան վերականգնել Գյումրիում եւ Փարաքարում իրենց պարտության հետևանքը, հատկապես վերջին արյունալի դեպքերից հետո։ Մայր Հայաստան դաշինքն էլ հայտարարեց, որ մասնակցելու է վաղարշապատի ընտրություններին։ Ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը։ Դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը տեսաուղերձով հայտնեց, որ իշխանական ճղճիմություն է արվում իրենց նկատմամբ։ Իրենք անմիջապես սկսեցին հսկող, վերահսկող, քննող, հոտոտող եւ այլ տիպի պետական մարմիններով հարձակվել։ Ընտրություններից անմասն չի մնացել նաեւ Արթուր Վանեցյանը, Հայրենիք կուսակցության համայնքապետի թեկնածուն, բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանն է։ Օրեր առաջ էլ Հանրապետություն կուսակցությունը հայտնեց մասնակցության մասին։ Մենք թույլ չենք տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք լուսահպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել միութենական պետության, շեշտում են նրանք։ Վաղարշապատ համայնքի ընտրություններին մասնակցել ցանկացողները իրենց դիմումները կարող են ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ։ Այդ ժամանակ ընդհանուր պատկերն ավելի ցայտուն կդառնա։